Հաջորդ բանը, որ ինձ համար իսկապես ականջ ծակող էր, հետևյալ միտքն է. թալանվածը հավաքել ենք ու պարգևավճարներ ենք բաժանել։ Բա դուք եկել եք թալանածը հավաքեք, որ ժողովրդին տայիք, թե պարգևավճար ստանայիք։ Սա ուղղակի աբսուրդ է։ Հետո այնտեղ խոսք է գնում ծրարների մասին եւ այլն։ Եթե նախկինում դա արատավոր երևույթ էր, հիմա ինչ եք դուք նույնը անում ուղղակի պետական բյուջեից։ Այսինքն խնդիրն այն էր, որ ծրարով թաքուն չտրվեր, այլ պետական բյուջեից դա գնար, եւ հետո այնտեղ ասվում է Միքայել Մինասյան եւ այլն, ես ներողություն եմ խնդրում իհարկե, բայց մինչեւ այս պահը միակ արձանագրված դեպքը, որտեղ Միքայել Մինասյանը որևէ մեկին գումար է տվել, ցավոք դա դուք եք։ Դա ես պետք է արձանագրեմ։ Իսկ եթե կարողանաք ապացուցել, որ ես իմ գործընկերները երբևէ իրենց կյանքում 10 դրամ ծրարով ստացել ենք, ես հենց հիմա մանդատս դնում եմ, կարծում եմ դա ձեզ շատ դուր կգա, հետեւաբար կարող եք աշխատել այդ ուղղությամբ։ Բայց ընդհանրապես ես ուզում եմ շատ ավելի խորքային նայել։ Ես մի երկրի падգամավոր եմ եւ դուք էլ մի երկրի կառավարություն եք, որտեղ ամեն 5-րդը աղքատ է։ Մենք այդ երկրի քաղաքացիների ներկայացուցիչներն ենք, որտեղ ամեն 5-րդը աղքատ է, որտեղ դեռևս կան ծայրահեղ աղքատ մարդիկ։ Խոսվում է նվազագույն աշխատավարձի բարձրացման մասին, ես հիմա ավարտում եմ, ներողություն եմ խնդրում։ Նվազագույն աշխատավարձի բարձրացման մասով, բայց գներն այնքան են աճել, գնաճ այնպիսին է, որ մոտ 6000-7000 դրամով գնաճը ավել է, քան նվազագույն աշխատավարձը։ Էլ չեմ ասում 8 միլիարդով պետական պարտքն ավելացրած կառավարություն եք, մեր թորների ուսերին դրած պարտքով պարգևավճար տալն իսկապես սոցիալական անարդարության Շնորհակալություն, հարցին կպատասխանի